Վերադառնանք նորից Թուրքիայի հանդիպումներին, Ալիև, հետո Փաշինյան եւ այսօր հայ-ադրբեջանական սահմանին կրակոցին։ Ում ինչ է ուղղված այս կրակոցով։ Գիտեք, նախ կցանկանայի նախորդ թեմայից մի քանի բառ ուղղակի ասել, Տրամպը տասնյակ անգամներ պետք է մտածի պատերազմը սկսելուց առաջ։ Երբ որ մենք պատկերացնում ենք, որ Տրամպը ուղղակի կարող է հենց այդպես ընթացած պատերազմը սկսել Իրանի դեմ, այդպիսի բան չկա, որովհետև ամերիկյան Դες ով է կուտակում զենք, զինամթերք է կուտակում։ Նրա այդ ուղարկումը, որովհետև այնտեղ Իսրայելի պետությունը այսօր չի կարողանում բավարարել իր բանակի պահանջները։ Այսինքն այն որ ցույց են տալիս։ Բայց Ադրբեջանի բանակի պահանջները կարողանում է բավարարել։ Ադրբեջանի բանակի պահանջները նա չի կարողանալու բավարարել հիմա, սա փաստ ալնելու, բայց ամեն դեպքում ամերիկյան իրավիճակում կա շատ բարձրացած արդեն ալիք, որ կայսերապետությունները, ես ձևակերպում եմ ճշգրիտ, ինչպես բարձրացվել է հարցը, կայսերապետությունները խորտակվել են պերիֆերիկ պատերազմների հետևանքով։ Պատմականորեն այդպես է եղել եւ հիմա Ամերիկան ընկել է միևնույն ծուղակի մեջ։ Այսինքն Տրամպից կարող է հրաժարվի նրա սեփական էլեկտորատի մի ստվար հատվածը, եթե այդ պատերազմական գործողությունների ընթացքը լինի չնչին անհաջողություններով, անգամ չնչին անհաջողությունները։ Իրանի դիմադրությունը հենց այդ մասին էլ վկայում է։ Դա գիտեք ինչ կա, երբ որ մենք ասում ենք, որ Իրանի դիմադրությունը լավ հասկանանք, որ Իրանի հետևում կա, հիմա Ռուսաստանում ինչին են հարվածել միևնույն օպերացիայով։ Այդ օպերացիայով, որը Ռուսաստանում իրականացվեց, Պաուտին, այսպես կոչված Սարդոստային կոչված օպերացիայով, հարվածեցին ինչպես այսպես կոչված հրթիռակիր ավիա զանգվածին, որը 3 բաղադրիչներից մեկն է Ռուսաստանի միջուկային պաշտպանության, բայց երկրորդ նպատակը դա նավթային ռեզերվուարների գոյություն ունեցող նավթի բենզինի վերացման գործարանների ոչնչացումն էր։ Այստեղ նույնն է տեղի ունենում Իրանում, այսինքն դա հարվածում է Չինաստանի մակրո շահերին։ Չինաստանը եւս այսօր գտնվում է մրցավազքի մեջ, ինչից ելնելով փաստորեն չինականն է այն Իրանում գործող հրթիռային արտադրությունը, որը աներևակայելի քանակությամբ նորագույն հրթիռներ է արտադրում, ինչից ելնելով Իսրայելին փրկելու համար Տրամպը պետք է ինչ-որ չափով մտածի այն մասին, թե իսկ փրկությունը ինչից կգա, բանակցություններից, թե պատերազմական գործողություններով ավելի թեժացնելով իրավիճակը, որովհետև եթե Պակիստանն է մտել արդեն խաղի մեջ ուղղակի հայտարարություններով, որ մենք կտանք Իրանին միջուկային զենք, եթե այսպիսի ընթացք կա լինելու եւ Իսրայելը վերջին հաշվով հայտարարել է, որ միայն միջուկային զենքով կարող է լուծել հարցը, որ մենք տալու ենք միջուկային զենք Իրանին։ Ես ունեմ եւ տալու եմ։ Այս հասկանալի է ում ասածն է, այդ իրանց ասածը։ Ես մտածում եմ որ են գնում ռեգիոնալ իմաստով։ Հա, այսինքն չմոռանանք այն հանգամանքը, որ գոյություն ունեցող միջուկային զանգվածը մեզանում, այսինքն ինչպես ասում եք շրջանում մեր ի վիճակի է մարդկության համար, համայն մարդկության համար հանդիսանալ վերջին կետը, որովհետև եթե սկսվեց բաց փոխանակում հարվածների, այդ նշանակում է որևէ կառավարում չկա, թե քամին ուր կտանի այդ գոյություն ունեցող միջուկային պայթյունների հետևանքները, այդ ռադիացիան ինչ ազդեցություն կունենա ներկայիս մարդկանց վրա, չէ՞ որ մենք չենք խոսում ել են երկու ռումբերից, որոնք ամերիկացիները 45 թվականին գցել են Ճապոնիայի վրա։ Դրանց մասին չի խոսքը, դրանց 1000 անգամ գերազանցող ռումբեր են որպես այդպիսին, եւ այդտեղ պետք չի հասցնել դրան։ Տրամպը 1001 անգամ պետքա մտածի, եւ ես համարում եմ, որ այնուամենայնիվ եկել է այն ժամանակը, երբ որ պետքա դադարացնել մտածել այն մասին, որ միաբևեռ Ամերիկայի հոգեբանությունը մնալու է նույնը, որ ինքը միաբևեռ օրակարգ է ուզում ստեղծի, աշխարհին փաթաթի իր պատկերացրած կարգը եւ այլն, իսկ աշխարհը այսօր դե ֆակտո արդեն բազմաբևեռ է, որը հայտարարում է նրա պետքարտուղարը, որը ասում է, որ անվիճելի է, որ աշխարհը ունի ըստ էության 3 բևեռ։ Այդ 3 բևեռներն են Ռուսաստանը, Չինաստանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Այսինքն մենք պետք է հարմարվենք դրան, ինչը Եվրամիությանը խաղից անեցիկ։ Հիմա Իրանում լուծվում է պատկերացվող Եվրասիայի ապագա արխիտեկտոնիկայի խնդիրը։ Եթե Իրանին հնարավոր եղավ անջատել, պոկել, պարտության մատնել, ոչնչացնել, փոշիացնել, այաթոլլաների ռեժիմը փոխել, ինչպես իրենք են ասում,
այդ դեպքում BRICS-ի զարգացումը կանգ կառնի տասնամյակներով, որովհետև BRICS-ի կարևորագույն առանցքային հատվածը դա Իրանն է իր լոգիստիկայով, իր հնարավորություններով եւ այլն։